Արցախցիների դեմ օրեցօր աճող անհանդուրժողականության, նրանց նկատմամբ գեներացվող ատելության մթնոլորտի ֆոնին ցասումի ալիք է բարձրացել։ Իր հայրենակիցների հարցադրումներին փորձել է պատասխանել Արցախի ամենածանր օրերին նախագահ դարձած Սամվել Շահրամանյանը։ Ըստ նրա Հայաստանի կառավարությունն է ստանձնել սոցիալական բոլոր հարցերի պատասխանատվությունը, իսկ իրենք բոլոր հնարավորությունները օգտագործել են, որտեղ հասցնեն։ Ժողովուրդը գտնվում է շատ ծանր վիճակում, որ դադարեցնելով այս 50 հազարականները հայտնվելու են փողոցներում։ Ի պատասխան Հայաստանում Արցախի ներկայացուցչության առջև մի խումբ արցախցիների հարցադրումների կամ մեզ առաջնորդի կամ կգա մի ուրիշ մարդ, ով դրանով կզբաղվի, հայտարարել է. Արցախի սահմանադրությամբ նախատեսված է նման հնարավորություն մայիսի 21-ից հետո։ Ձեր նշած անձը կարող է դիմել ազգային ժողով գրանցվել եւ Արցախի նախագահի հնարավոր թեկնածուներ կայանալ։ Արցախի էջը չի կարելի համարել փակված, մինչև Արցախի ժողովուրդը բռնի տեղահանված է եւ չկա իրենց հայրենիք վերադառնալու արժանապատիվ հնարավորություն։ Փաշինյանը ձեզ հարցրել է, որ այդ հայտարարություններն արել եք Արցախի ժողովուրդը։ Ոչ, մենք կապ չունենք Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչ վերաբերում է Մինսկի խմբի լուծարմանը, մենք իհարկե դրան դեմ ենք, որովհետև դա միակ միջազգային հարթակն է, որը ստեղծվել է հենց հակամարտությունը լուծելու համար։ Այդ որոշումները Արցախի էջը փակելու, Մինսկի խումբը լուծարելու, դա հայտարարում է Հայաստանի իշխանությունները եւ ես ակնկալում եմ նաեւ Հայաստանի քաղաքացիների արձագանքը։ Մեր ճանապարհը ունենալ հայկական Արցախ, այդ ճանապարհը գնում է ուժեղ Հայաստանի, անկախ Հայաստանի եւ այդ իրական Հայաստանի գաղափարը դա ես թողնում եմ Հայաստանի քաղաքացիների մեկնաբանմանը մեր համար ուժեղ Հայաստանի միջոցով սոցիալական հարցի հետ կապված այո արցախցիները կանգնած են լուրջ սոցիալական հարցերին եւ բախվում են դրան որ ասել Հայաստանի կառավարությունը ոչինչ չի ասում դա սխալ կլինի որովհետեւ լուրջ ֆինանսական միջոցներ են ուղղվում այդ ուղղությամբ բայց դա բավարար չէ որպեսզի արցախցիները արժանապատիվ կարողանան ինտեգրվել եւ շարունակել ապրել Հայաստանի Հանրապետությունը։ Ես նաեւ գիտեմ այդ հարցն էլ կառաջանա ձեր մոտ։ Արցախցիները իրենց համարում են Հայաստանի քաղաքացի, որովհետեւ իրենք ունեն համապատասխան անձնագրեր եւ ոչինչով չեն տարբերում Հայաստանի քաղաքացիներից։ Ի պատասխան լրատվամիջոցների կողմից ստացված հարցումների եւ հանրային դաշտում տարածվող չհիմնավորված տեղեկատվության հայտարարում են, որ Սամվել Բաբայանը չի հավակնում Արցախի նախագահի պաշտոնին, իսկ տարածվող նմանատիպ տեղեկությունները դիտարկում ենք որպես միտումնավոր արշավ ուղղված հասարակական կարծիքի մանիպուլյացիայի, հաղորդել են Սամվել Բաբայանի գրասենյակից։ Արցախի պետական ինստիտուտների պահպանման եւ շարունակականության վերաբերյալ Սամվել Բաբայանի դիրքորոշումները բազմիցս արտահայտվել են գործող նախագահ Սամվել Շահրամանյանի հետ քննարկումների ընթացքում, նաեւ Արցախի ազգային ժողովի լիագումար նիստերի եւ աշխատանքային հանդիպումների շրջանակում միասնական հայրենիք խմբակցության գործունեությամբ։ Հորդորում ենք լրատվամիջոցներին դադարեցնել իրականության հետ կապ չունեցող թեզերի շրջանառությունը եւ առաջնորդվել մասնագիտական պատասխանատվության չափանիշներով։ ԿՊԱ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը դեռ 3 հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մեծ մասը չի կռվել, մի մասը դիտավորյալ սաբոտաժ է արել, մի մասը տվյալներ է տվել, ինչի մասին բոլորը գիտեն, մնացածն էլ կտեսնեն դատական պրոցեսներից։ Մեծ աղմուկից հետո սակայն հայտարարություն էր տարածել։ Այսօրվա իմ հարցազրույցի ժամանակ անդրադառնալով 2023 թվականի ադրբեջանական ագրեսիային սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10 զոհի մասին։ Երբ լրագրողները նրանից պարզաբանումներ են խնդրում, նա հունից դուրս է գալիս եւ տպավորություն է, որ կարող է հարվածել լրագրողին։ Սուքիասյանը պնդել է, որ շփոթվել է, երբ արցախցիների մասին մանիպուլատիվ հայտարարություն է արել։ Քիվը շփոթված եմ ասել։ Չես տալիս հարց։ Ներողություն եմ խնդրել։ Մի քանի անգամ դուք ասում եք, որ Լսի, ներողություն եմ խնդրել։ Հեռացեք ստենից։ հանգստը բայդ։ Լսեք, չեմ տալի հարցազրույց։ Հեռու գնացեք։ Սա ազատ տարածք է։ Եղավ, շնորհակալ։ Բայց այնուհանդերձ դուք Ասում հեռու գնա։ Դուք չեք ուզում այդ։ Ոչ։ Ինչու՞։ Գնացեք ստենից։ Չեմ ուզում հարցազրույց ձեզ տամ։ Հեռու գնացեք։ Այսինքն Հեռու գնացեք, չեմ տալիս հարցազրույց։ Բայց շատ վատ տղա եք, շատ վատ։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի մեկօրյա պատերազմում նահատակված Տիգրան Ավետիսյանի մայրը Ադելինա Ավետիսյանը Facebook-յան ուղիղ եթերում անդրադարձել է Ազգային ժողովի ԿՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հարցազրույցին, որտեղ նա ասել էր՝ մի 10 հոգի ղարաբաղցի ազոհվել 2023 թվականին Ալեն Սիմոնյանը ճիշտ էր ասում, թող մնային ու կռվեին։ Գրզո ես, Ալեն ես, թե ինչ երևույթ ես, ես թքած ունեմ ձեր բոլորի վրա։ Այ եթե դուք մի հատ սուքուր նշանակեիք, գուցե եւ կիմանայիք Արցախում մի օրվա մեջ ինչքան զոհ է եղել։ Եթե մի փոքր հետամուտ լինեիք, այ փալասներ, փողոցայիններ, ուրիշ խոսք չկա, դուք պարոն չեք, դուք փողոցային եք բոլորդ։ Այ եթե դուք մի փոքր էլ հետամուտ լինեիք, հաստատ ձեր մեդիաներով, հաստատ ՀՀ-ի հանրապետության հեռուստաընկերություններով, հաստատ կիմանայիք այդ տղաները ինչեր են արել մեկ օրվա մեջ։ Եվ ոչ թե, եթե դուք չեք կարող տարբերեք 210-10-ից, նախ 212, 225-ը, երկրորդն էր 200 հոգի ձեր համար ոչ մի բան է, այդ պլյուս մինուս 50-ը դարել, կամ մնայիք կռվեիք միջև վերջ։ Ու եթե մի քիչ ավել հետամուտ լինեիք, դուք կիմանայիք, որ Արցախի վերջի մարտական գործողությունների ժամանակ առանց որևէ մի օգնության, անգամներ ավել մեր տղաները ճնշել են հակառակորդին։ Դուք այդքանը չեք կարող իմանալ, որովհետև դա ձեզ պետք չի։ Վերջին օրերին արցախցիների ու առհասարակ հայության տարբեր խմբերի նկատմամբ պատելություն գեներացնող իշխանության քայլերը տարբեր դրդապատճառների ներքո քննարկվել են, գրել է Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Ես կարծում եմ, որ այս փուլում իշխանության հակաարցախյան հռետորաբանության հիմքում Ադրբեջանին ընծամատուցելն է, որի վերջին արարը միգուցե դառնա Արցախի ներկայացուցչության փակումը։ Այդ քայլը միայն խորհրդանշական նշանակություն կունենա, որովհետև եթե նպատակ լինի Արցախի պետական ինստիտուտները պահպանել, ապա դա կարելի է կազմակերպել նաև այլ տարածքներում։ Սակայն այս պահին իշխանությունը որպես զիջում փորձում է Ադրբեջանին ծախել իր կոշտ դիրքորոշումն Արցախի ու արցախցիների ապագայի նկատմամբ։ Ադրբեջանից ակնկալելով բարեհաճ վերաբերմունք։ Զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության ամբողջական կայացման նպատակով սահմանվում են բանակի գլխավոր շտաբի սերժանտի կորպուսի եւ շտաբի սերժանտների պաշտոններն ու դրանց վարձատրության գործակիցներ Ազգային ժողովում, ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Ըստ զեկուցողի արևմտյան պետությունների, նաեւ արևելյան Եվրոպայի բանակների սերժանտական համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գնդային մակարդակից բարձր սերժանտական համակարգը ներառում է գլխավոր շտաբի, բանակային ուղղությունների եւ շտաբային սերժանտների արկայություն, որով ապահովում է սերժանտական համակարգի հրամանատարական ուղղահայացը։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախաձեռնությանը։ Բաքվի զինվորական դատարանում տեղի ունեցել Արցախի ղեկավարների եւ այլ պաշտոնյաների շինծու գործերով հերթական դատական նիստը։ Դատավոր Զեյնալ Աղաևը իբրև դժողներին, ովքեր առաջին անգամ են մասնակցել գործընթացին, բացատրել է օրենքով նախատեսված նրանց իրավունքներն ու պարտականությունները։ Սկզբում Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն է հարցաքննվել նախորդ դատական նիստում ուսումնասիրված փաստաթղթերի հիման վրա։ Հետո Ադրբեջանի գլխավոր դատախազության պետական մեղադրանքների վարչության պետ Նասիր Բայրամովը առաջարկել է քրեական գործառույթել իբրև հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական Խոջալու քաղաքը օկուպացիայի եւ ադրբեջանցիների նկատմամբ իրականացված ցեղասպանության փաստի վերաբերյալ հավաքված ապացույցներն ուսումնասիրելու, նաեւ զոհերին հարցաքննելու համար։ Ներկայացվել են իբր Խոջալուի ցեղասպանությունից առաջ տարածաշրջանում հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ հավաքված փաստաթղթեր, ապացույցներ եւ լուսանկարներ։ Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները մեկնել են օկուպացված Ստեփանակերտ, նախատեսված է նաև այս օկուպացված Շուշի։ Ադրբեջանական մեդիայի հաղորդմամբ նրանց ուղեկցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, նրա աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը եւ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Ադրբեջանի իշխանությունները երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին ուղեկցել են Ստեփանակերտ։ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Ակյունը հայտարարել է Անկարան հպարտանում է Ադրբեջանի հաջողություններով։ Վերջին ամիսներին ընդդիմադիր Մեդան TV-ի թիմը հետաքննություններ հրապարակել, պնդելով, որ Ստեփանակերտի հայաթափումից տարի ու կես անց քաղաքը դարձել է Ալիևների ընտանիքի նոր լվացք հատունը։ Ադրբեջանի կառավարությունը բիզնես նախագծեր է իրականացնում հյուրանոցների կառուցման քողի տակ Ադրբեջանի պետբյուջեից հսկայական գումարներ մսխում։
Իրանի բանակը կառավարության ամուր բերդն է եւ անփոխարինելի օգնական է։ Իսլամական Հանրապետությունում բանակի օրվա կապակցությամբ Թեհրանում զորահանդեսի ժամանակ ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Զորահանդեսի ժամանակ Իրանն ցույց է դրել զինատեսակները, այդ թվում ռուսական արտադրության S-300 հոբ համակարգը։ Միջոցառմանը, որին մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետության ցամաքային, օդային, ռազմածովային եւ պաշտպանական զորքերի տարբեր շարժական եւ հետևակային ստորաբաժանումներ, ներկայ են եղել օտարերկրյա դեսպաններ եւ ռազմական կցորդներ։ Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում ընդունված բանաձևերի նախագծին, որը ի թիվս այլնի դատապարտում է Ռուսաստանի ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի։ Վրաստանը նույնպես կողմ է քվեարկել, Ադրբեջանը ձեռն պահի մնացել։ Բանաձևին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Բելարուսը, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Մալին, Նիկարագուան, Նիգերը, Սուդանը։ Մոսկվան եւ Վաշինգտոնը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել Ռուսաստանի եւ Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածները 30 օրով դադարեցնելու ուղղությամբ։ Կրեմլը անդրադառնալով Էրիադում ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքներին հաստատել է Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման եւ ուժի չկիրառման անհրաժեշտությունը։ Ձեռքբերված պայմանավորվածություններն ուժի մեջ կմտնեն, երբ վերացվեն Ռոսսելխոզբանկի եւ Պարենային ոլորտի այլ կազմակերպությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցները, ֆինանսական գործարքների, նավահանգիստներում Ռուսաստանի դրոշով նավերի սպասարկման, Ռուսաստանի գյուղատնտեսական տեխնիկայի սննդամթերքի մատակարարման սահմանափակումները։ Ուկրաինայի նախագահը հաստատել է Սև ծովում հրադադարի շուրջ համաձայնությունը եւ նշել, որ ռեժիմը կարող են վերահսկել եւ Միացյալ Նահանգները եւ օրինակ եվրոպական երկրները կամ Թուրքիան։ Զելենսկին շեշտել է, Ուկրաինան պատրաստ է ամբողջական հրադադարի։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ եթե հնարավոր չլինի վերջ տալ Ուկրաինայում պատերազմին, Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի իր ջանքերից եւ առաջ շարժվի։ Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն Միացյալ Նահանգների հեղինակած խաղաղության ծրագրի ուրվագծերը խրախուսելի ընդունելության են արժանացել բանակցություններում։ Ռուբիոն զրուցել է նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Պետքարտուղարը ընդգծել է, որ ինքը եւ Վիտկոֆը Փարիզում խոսելու են ավելի կոնկրետ ուրվագծերի մասին, թե ինչ կարող է պահանջվել պատերազմի ավարտի համար եւ արդյոք սա պատերազմ է, որին կարելի է վերջ տալ, թե ոչ։ Ըստ Ռուբիոյի դա Միացյալ Նահանգների պատերազմը չէ, Վաշինգտոնը օգնում է Ուկրաինային վերջին 3 տարվա ընթացքում եւ ցանկանում է այն ավարտել։ Ռուսաստանը առավոտյան 3 Իսկանդեր բալիստիկ հրթիռ է արձակել Ուկրաինայի Խարկով քաղաքի Օսնովյանսկի շրջանի ուղղությամբ հարձակման հետևանքով կամ 1 զոհ 74 տուժած։ Խարկովի քաղաքապետի խոսքով հարվածները հասցվել են կասետային զինամթերքով բալիստիկ հրթիռներով։ Իրավաբանները ստուգման ընթացքում պարզել են, որ հակառակորդի հրթիռները պայթեցվել են օդում ավելի մեծ տարածք եւ թիրախներ խոցելու նպատակով։